Շաբաթ օրը հոկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրային խորհրդի անդամների հետ այցելել են Կիրանց, սահմանազատված հատված եւ նորակառույց դպրոց։ Հանրային խորհրդի անդամները 45-ն են։ Արմլու լրատվականը նկատեց, որ ավտոբուսով Փաշինյանի հետ Կիրանց էր գնացել նաեւ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, որին ինչքան փնտրեցինք խորհրդի անդամների ցանկում, չգտանք, բայց Գյուրջինյանը շատ ակտիվ Փաշինյանի դասախոսություններն էր լսում, անդադար գլխով համաձայնվում Փաշինյանի արտահայտած բոլոր մտքերի հետ, կարճ ասած, նրա շուրջն էր պտտվում։ Սա ուշագրավ է այն առումով, որ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանում իսկական բարձի թողի վիճակ է ու արդեն մի քանի ամիս է պետական վերահսկողության ծառայությունում փորձում են հասկանալ, թե ինչ մեխանիզմներ են գործում համալսարանում, ինչ կոռուպցիոն դրսևորումների մասին է բարձրաձայնում բուհի աշխատակազմը։ Հիշեցնենք, Արմլու լրատվականը տեղեկացրել էր, որ ՊՎԾ-ն ստուգումների արդյունքում արձանագրել է կառավարչական, ֆինանսական եւ իրավական բնույթի, ինչպես նաև կրթական գործընթացի կազմակերպման ու իրականացման ոլորտներում առկա խախտումներ։ Բացի այդ, արձանագրվել են նաև հարկային օրենսդրության դրույթների խախտումներ, ինչը վկայում է համակարգային բնույթի խնդիրների մասին։ Ու այս իրավիճակում, երբ Գյուրջինյանի ղեկավարած կառույցում իսկական խայտառակություն է տիրում, նա փորձում է Փաշինյանի աչքին դրական ֆոն ստեղծել, նրա կազմակերպված միջոցառումներին ակտիվ մասնակցելով։ Հավելենք, որ երեկ համալսարանի աշխատակազմը կրկին բաց նամակ է ուղղել Գյուրջինյանին, որտեղ նշել են. արդյոք պատասխանատվության կենթարկվեն նրանք, ովքեր տևական ժամանակ շարունակ իրենց պաշտոնը ծառայեցնելու են անձնական հաշվեհարդարի չարաշահումների եւ համալսարանը ներսից քայքայելու գործին, արդյոք արդարությունը կվերականգնվի։ Նույն նամակում աշխատակազմի աշխատակիցները դիմել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրասյանին, հարց ուղղելով. արդյոք պատժվելու են մեղավորները, արդյոք Դավիթ Գյուրջինյանի գլխավորած այն անձինք, ովքեր ձևավորել են հանցավոր եռյակը եւ իրենց շուրջ համախմբել նորանշանակ ԽԾԲ կազմը, վերջապես կկրեն իրենց գործողությունների իրավական հետևանքները։ Այս նամակը եւս մնացել է անպատասխան։